խնդիրը բարձրացվել։ Լավ, պարոն Ավագիմյան, հաջորդ հարցը կամ պատասխանողով կցանկանա, ուրեմն մեկ վայրկյան ներողություն եմ խնդրում, քանի որ եթե անվավերջ ճանաչվեր ինչ արդյունք կլներ հարցին պատասխան չի տրվում բարձր դատարան, ուղղակի ուզում եմ օգտվեմ, փորձում եմ բաց հարցերի դաշտով գնամ, բայց ուզում եմ օգտվեմ Սահմանադրական դատարանի մասին օրենքից, հիմա անելու եմ պնդում, եթե չհերկվեց, ուրեմն ընդունենք հաստատված, ընդ որում այդ պնդումը թղթերի վրա հիմնված է, էլի օթից չի, որպեսզի այդ հարցերը բան չանենք։ Եթե այդ երկու ընտրատեղամասերում անվավերջ չճանաչվեին ընտրության արդյունքները, ապա պատկերը լինելու էր հետևյալը. Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, մեկ վայրկյան ես հավաքելու էր 4.003-ին 51%, նո եթե ավելի կոնկրետ լինենք, լինելու էր հետևյալ պատկերը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենալու էր 58500 ձայն, կողմ եւ անճշտությունները միասին լինելու էր 1,461,057, այդ նույն թիվն է չէր փոխվելու, եւ ըստ էության 4%-ը, այս թվի 4%-ը կազմելու էր 58442, այսինքն ավելի քիչ, քան հավաքել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Ես հիմա անում եմ այս պնդումը, ասում եմ այսպիսին է, հիմա պարոն Ավագիմյան, սրա հետ կապված է, թե ասելիք ունեք, սխալ եմ հաշվել, մի բան ինչ եմ արել, ես ասում եմ, եթե երկու տեղամասում, 3 չէ, երկու տեղամասում անվավերջ չճանաչվեր։ Պարոն Օրբելյան, տեսեք, ընտրական օրենսգիրքը ըստ էության նախատեսում է, որ այն տեղամասերը, երբ որ տեղամասերում քվեարկության ընթացքի խախտումներ են տեղի ունենում եւ այդ տեղամասերում քվեարկության օրինական արդյունքները հնարավոր չի պարզել, այդ տեղամասերը պետք է անվավերջ ճանաչվեն։ Այսինքն, երբ որ մենք չունենք օրինական քվեարկության արդյունք, մենք չենք կարող գնահատել եթեներով, եթե անվավերջ ճանաչվել, որտեղ մենք չունենք օրինական արդյունք։ Այն ինչից դուք օգտվում եք, դրանք օրինական քվեարկության արդյունքներ չեն։ Այսինքն դուք կարող եք նույն հաջողությամբ այդ երկու տեղամասերի միջոցով, չգիտեմ, թիվ վերագրել, որտեղ ընտրական օրենսգրքի տեսանկյունից այդ տեղամասերում քվեարկության արդյունք որպես բացի անճշտություններից մնացած թվերը 0 են։ Պարոն Ավագիմյան, գիտեք չէ, որ բարձր դատարանը կարա ձեր որոշումը անվավերջ ճանաչի ու ավարտում եմ, ու պարզվի Հայաստանում ընդհանրապես արդյունք չունենք։ Իհարկե։ Բա ո՞նց եք ասում, ինչ որ մեկը քանի տոկոսը հավաքել։ Պարոն Օրբելյան, ես ասում եմ այն, ինչ մենք ամփոփել ենք։ Ես ասում եմ այն, ինչ մեր որոշումն է եւ բարձր դատարանը կգնահատի։ Ես ասում եմ, որ ձեր պնդումը իրականության հետ, օրինականության հետ կապ չունի։ Չէ, իրականության թե օրինականության, էլի մենք խնդրում եմ այդել պնդեք։ Եվ իրականության, եւ օրինականության։ Լավ, բարձր դատարան ըստ էության հարցը հետեւյալն էր, ես պնդում արեցի, թվաբանական հերքում չեկավ, ըստ էության էր, որ դա անվավեր մեկը որ պիտի ճանաչենք եւ դրանով համապատասխանաբար արդյունքները այլ են լինելու։ Հիմա բարձր դատարան երկրորդ պնդումն եմ անում, եթե հակասահմանադրականը ճանաչվում